Իր մոտ տպավորություն է ստեղծում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որովհետև ցուցակրոնները խախտել են իրենց ուղղությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետն այսպես է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ Փաշինյանի արհեստածին օրակարգը արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանն անվանում է զավեշտալի եւ պնդում, որ Փաշինյանն իր ու իր կառավարության ձախողումները փորձում է բարթել ուրիշների վրա։ Հայաստանի իշխանությունները լիարժեքորեն չեն պատկերացնում իրենց առաքելությունը եւ ուղղակիորեն փորձում են իրենց անմիջական պարտականությունները իրականացնելու փոխարեն արհեստական թիրախներ ստեղծել, կեղծ օրակարգեր ձևավորել։ Պետության եւ եկեղեցու հարաբերությունների վերաբերյալ քննարկման մասնակիցներն արձանագրում են, որ Փաշինյանը միջամտում է եկեղեցու ներքին գործերին եւ խախտում սահմանադրությունը, երբ իր ֆեյսբուքյան գրառումներում անպարկեշտ բառապաշարով խոսում է հոգեվորականների մասին եւ կաթողիկոսական նոր ընտրությունների կեղծ պահանջ ձևավորում։ Սահմանադրությունը հստակ առանձնացրել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ առաքելությունը եւ առանձնահատուկ դերը, պետությունը ճանաչում է այդ դերը, Փաշինյանը ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության վարչապետն է եւ նրա բոլոր արտահայտությունները եկեղեցու հանդեպ առնվազն խախտում են պետություն եկեղեցի տարանջատման սկզբունքը, անհարգալից վերաբերմունք է մեր ազգային եկեղեցու նկատմամբ եւ միևնույն ժամանակ նրա որոշ հայտարարություններ արդեն քրեաիրավական որակման կարիք ունեն։ Քրեաիրավական որակման կարիքը սահմանադրագետի ունի Փաշինյանի այն գրառումը, որում նա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավորներին կոչ էր անում համախմբվել վեհարանն ազատելու եւ որևէ իր խոսքով իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Դա ուղղակիորեն բռնության կոչ է եկեղեցու նկատմամբ, հայրապետի նկատմամբ, որովհետեւ ըստ եկեղեցական կանոնների, եթե կաթողիկոսի պաշտոնը թափուր չէ, ապա ընտրության հնարավորություն, որևէ հնարավորություն գոյություն չունի։ Փաշինյանի եւ կնոջ Աննա Հակոբյանի հակաեկեղեցական գրառումներում հանցակազմ է տեսնում նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, բայց այդ գրառումների մեկնարկից կես ամիս անց էլ Հայաստանի ոչ մի պետական մարմին քննության չի առել դրանք։ Մտահոգությունը այն չի, որ եկեղեցականության վրա հարձակվում է, շատ են հարձակվել, սրանք են հարձակվել, կասեն կգնան։ Իմ մտահոգությունը առավել եւ այս մասին եմ ուզում շեշտել, իմ մտահոգությունը առավել պետական ինստիտուտների բացարձակ եւ ամբողջական եւ ասված մի առաստեղ, որ անվերադարձ լինի կոլապսն։ Այսինքն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մտել է մի տարածք, որ իրենը չի եւ ինքը ոչ մի իրավունք չունի, ոչ որպես քաղաքացի, ոչ որպես վարչապետ մտնելու, բայց մտել է Եվ պետական ինստիտուտները իրեն չեն ասում, թե այս բանը մի այլ։ Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը հնարավոր է կապ ունի թուրք-ադրբեջանական տանդեմի հետ եւ համահունչ է նրանց ծրագրերին։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը չի բացառում այդ կապը եւ հիշեցնում է, որ Թուրքիայում հայ առաքելական եկեղեցին դիտարկվում է որպես թիրախ։ Առաջին իր ազգապահպան գործառույթի պատճառով, երկրորդ ինքնութենաստեղծ գործառույթի պատճառով, երրորդ իր ցանցային նկարագրի պատճառով աշխարհասփյուռ եւ չորրորդ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իր ակտիվության պատճառով։ Այս ինչ որ կատարվում է, շատ համահունչ է եւ շատ ցանկալի է Թուրքիա եւ Ադրբեջան պետությունների։ Փաշազադեի հայտարարությունը իհարկե բոլորիս ծանոթ է, բայց դա միայն երևացող կողմն է։ Փաշազադեի հայտարարության տակ թաքնված է Թուրքիա եւ Ադրբեջան պետությունների տասնամյակների, եթե չասեմ դարերի մշակված քաղաքականություն ընդդեմ հայ եկեղեցու։ Եկեղեցու վերաբերյալ իր վերջին գրառումներից մեկում Փաշինյանը նշում էր, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանն ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Բարձրագույն հոգեվորականներն արձագանքում են, որ կաթողիկոսի փոփոխության եւ ընտրության հարցը Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէ։ Գոյություն ունի ազգային եկեղեցական ժողով, եկեղեցական բարձրագույն մարմիններ, իրենք են որոշում։ Նոր քիչ առաջ ասացի, ոչ վարչապետի իբրև, ոչ էլ իբրև եկեղեցու հավատացյալ, եթե անգամ ինքը հավատացյալ է, որի վերաբերյալ ես լուրջ կասկածներ ունեմ, ինքը նման իրավասություն չունի։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետը վստահեցնում է հայ առաքելական եկեղեցու օրակարգում կաթողիկոսի փոփոխության հարց չկա։